Աստղաբան Վասիլի Սավոլոդինան բացահայտել է այն երջանիկներին, ում բախտը կբերի ապրիլ ամսվա ընթացքում։ Հայտնի աստղաբան Վասիլի Սավոլոդինան բացահայտել է երկնային մարմինների գաղտնիքները և կիսվել ապագայի իր տեսլականով։ Ըստ նրա կանխատեսումների, կենդանակերպի որոշ նշանների սպասվում է ոչ միայն հաջողակ ամիս, այլ ամբողջ 20 տարի բարգավաճում և հաջողություն։ Եկեք միասին բացահայտենք այդ մեգահաջողակներին։ Ձկներ։ Ստեղծագործական ծաղկման ժամանակը ձկների համար 2025 թվականի ապրիլը իսկական բեկումներ կբերի։ Վեներայի և Նեպտունի ազդեցության տակ նրանց ստեղծագործական ներուժը կհասնի աննախադեպ բարձունքների։ Սա կատարյալ ժամանակ է իրականացնելու ամենահամարձակ գաղափարները։ Ձկները պետք է համարձակորեն առաջ շարժվեն, չվախենալով փոփոխություններից։ Աստղերը խոստանում են, որ ցանկացած ձեռնարկում դրական արդյունքներ կբերի։ Խեցգետին, կարիերայի առաջխաղացում և նոր հորիզոններ։ Խեցգետինները կարող են ակնկալել անհավատալի կարիերայի աճ և ազդեցիկ կապերի ի հայտ գալ։ 2025 թվականի ապրիլին նրանք կարող են ակնկալել ղեկավարության կողմից աջակցություն նոր գաղափարների իրականացման գործում։ Բացի դա, կարևոր գործուղումներ կլինեն, որոնք նոր հեռանկարներ կբացեն ֆինանսական դիրքի ամրապնդման հարցերում։ Այնուամենայնիվ, խեցգետինների համար կարևոր է հիշել աշխատանքային և կյանքի հավասարակշռության մասին գերաշխատանքից խուսափելու համար։ Եվ իհարկե, կարիճներ՝ հաջողության և անձնական աճի էներգիա։ Կարիճները կարող են ակնկալել ուժի և ինքնավստահության հզոր աճ։ Մարսի ազդեցությունը նրանց կպարգևի նպատակներին հասնելու վճռականություն, էներգիա հավակնոտ ծրագրերն իրականացնելու համար, խարիզմա, որը նոր հնարավորություններ է գրավելու 2025 թվականի ապրիլի ընթացքում։ Այս ժամանակ կարիճների համար նշանակալի ձեռքբերումների ժամանակ կլինի ինչպես մասնագիտական, այնպես էլ անձնական ոլորտում։ Դե ինչ, եկեք շնորհակալություն հայտնենք Վասիլի Սավոլոդինային հետաքրքիր կանխատեսման համար և շնորհավորենք կենդանակերպի 3 հաջողակներին հետաքրքիր ապրիլ ամիս ունենալու համար։ Վասիլի Սավոլոդինը ներկայացրել է նաև այսօրվա հորոսկոպը։ Խոյ, այսօր ձեր վճռականությունը ձեզ կուղղի դեպի հաջողություն, բաց կլինեք նոր գաղափարների և փոփոխությունների համար։ Ցուլ, դուք պատրաստ կլինեք սիրային նոր գործերի, հնարավոր է հանդիպեք նոր մարդկանց, որոնք կփոխեն ձեր կյանքը։ Երկվորյակներ, ձեր խոսքը կոգեշնչի մյուսներին, հաջողությունը կհանդիպեք հատկապես պրոֆեսիոնալ ոլորտում։ Խեցգետին, ծայրահեղ զգայունությունը կարող է ձեզ մղել կարճատև փախուղիների, բայց մի վախեցեք, միևնույն ժամանակ կլինեք լավ նվաճող։ Արյուծ, ձեր էներգիան բացարձակապես երջանիկ է, հատկապես աշխատանքի մեջ։ Այսօր կարող եք ստանալ հպարտության մեծ պահեր։ Կույս, սեփական ինքնավստահությունը ձեր գլխավոր ուժն է։ Մի հրաժեշտ տվեք փոփոխություններին, դրանք կարող են փոփոխել ձեր կյանքը։ Կշեռք, զգացմունքային ոլորտում դրական փոփոխություններ են սպասվում, ձեր հարաբերությունները կգտնեն ավելի ամուր հիմքեր։ Կարիճ, կներկայանաք ոչ կիսատ գործերի լուծմանը, ուղղեք ձեր ուշադրությունը դեպի սեփական անձանց բարելավումը։ Աղեղնավոր, այսօր ավելի շքեղ կշփվեք ընտանիքի և մերձավորների հետ, ավելի լավ կլինի, եթե ժամանակ անցկացնեք սիրելի մարդկանց հետ։ Այծեղջյուր, վաղվա դարձը և նվիրումը կարևոր դեր կխաղան ձեր հաջողության ճանապարհին, վերապահեք նոր հնարավորությունները։ Ջրհոս, ձեր ստեղծագործական միտքը մատչելի կլինի այսօր, նոր գաղափարները կարող են բացվել ձեր առջև։ Ձկներ, ձեր առանձնահատուկ ինտուիցիան ձեզ կուղղորդի դեպի հաջողություն, ակտիվ ուշադրություն դարձրեք հույզերին և զգացմունքներին։ Իսկ այժմ ճիշտ ժամանակն է մեր սիրելի հետևորդներին ներկայացնել 2025 թվականի սիրային հորոսկոպ։ Եկեք միասին պարզենք, թե ինչ են նախապատրաստել աստղերը մեզ համար։ Կանաչ փայտե օձի տարին կենդանակերպի բոլոր նշանների համար պատրաստել է էմոցիոնալ անմոռանալի հանդիպումներ և նոր փուլեր նրանց անձնական կյանքում։ 2025 թվականը կլինի բացահայտումների տարի։ Սիրային ոլորտում, որտեղ հաջողության հասնելու հիմնական գործոնը լինելու է փոխվելու պատրաստակամությունը և խոր մակարդակի վրա հարաբերություններ կառուցելու ցանկությունը։ Աստղաբանները վստահ են, կենդանակերպի յուրաքանչյուր նշան կգտնի երջանկության իր ուղին։ Ձեր նշանի հորոսկոպի մասին ավելին կիմանաք, եթե դիտեք տեսանյութը։ Խոյ, խոյերի համար 2025 թվականը խոստանում է կախարդական տարի լինել։ Գարնանը նրանց կշրջապատեն մի շարք ռոմանտիկ հանդիպումներ, որոնցից մեկը կարող է ճակատագրական լինել։ Ամառը առողջարանային սիրավեպեր կբերի, իսկ աշունը կայունացման և կարևոր որոշումների ժամանակաշրջան։ Նշանի ընտանեկան ներկայացուցիչները կզգան նոր զգացմունքների ալիք, որոնք կամրացնեն ամուսնությունը։ Ցուլ, տարվա սկիզբը ինքնաբացահայտման շրջան է։ Գարնանը ցուլերը հաղորդակցության մեջ նոր հորիզոններ
կբացեն, իսկ ամռանը նրանց գայականությունը կգրավի ուրիշների ուշադրությունը։ Աշունը կարող է ճակատագրական ծանոթություններ բերել ընկերների կամ գործընկերների միջոցով։ Երկվորյակների համար 2025 թվականը իսկական բեկում կլինի։ Գարնանը նրանց սպասվում են հանդիպումներ մարդկանց հետ, ովքեր կփոխեն իրենց հայացքները։ Ամռանը հոգևոր ընկերոջ և ապագա գործընկերոջ հետ հանդիպելու հավանականություն կա։ Աշնանը շատ երկվորյակներ կմտածեն ամուսնության մասին, իսկ նշանի ընտանեկան ներկայացուցիչները կթարմացնեն հարաբերությունները զուգընկերոջ հետ։ Խեցգետիններին տարին ռոմանտիկ և էմոցիոնալ հարստացում կբերի։ Ընտանիքի հետ կապված լավ նորություններ կլինեն, ամռանը նոր ծանոթություններ։ Առյուծ տարվա առաջին կեսը առյուծներին շատ հետաքրքիր ծանոթություններ կպարգևի, սակայն աստղաբանները խորհուրդ են տալիս մինչև աշուն չշտապել լուրջ որոշումներ կայացնելիս։ Կույսի համար տարին խոստանում է ներդաշնակություն և կայունություն, միայնակ կույսերին խորհուրդ է տրվում վերանայել իրենց սպասելիքները։ Կշեռքների համար 2025 թվականը սիրային ոլորտում բարգավաճման շրջան է լինելու։ Տարվա առաջին կեսը ռոմանտիկ իրադարձությունների շարան է սպասվում, հնարավոր են ամուսնության առաջարկներ։ Կարիճի մագնիսականությունն իր գագաթնակետին կհասնի 2025 թվականին։ Գարունը հետաքրքիր ծանոթություններ կբերի, իսկ աշնանը հարաբերությունները կլրջանան։ Տարին աղեղնավորների համար սիրո հարցում անսպասելի անակնկալներ է պատրաստել։ Հնարավոր են հանկարծակի ամուսնության առաջարկներ կամ հարաբերությունների արագ զարգացում։ Ամառը լավ ժամանակ կլինի ռոմանտիկ ճամփորդությունների համար։ Այծեղջյուրների համար տարվա սկիզբը կարող է բարդ լինել, անցյալ հարաբերությունների վերադարձ կամ դժվար ընտրություն։ Աստղաբանները խորհուրդ են տալիս երջանկություն փնտրել սոցիալական կապերի միջոցով։ Ջրհոս 2025 թվականը ջրհոսի համար անձնական վերափոխումների ժամանակաշրջան է։ Գարուն և ամառ զգացմունքների շփոթություն և ներդաշնակության որոնում։ Եվ ձկների համար տարին կբաժանվի երկու փուլի։ Առաջին կեսը թեթև հրապուրանքներ, երկրորդ կեսը խորը ներդաշնակություն։ Մայիսը լուրջ հարաբերությունների սկիզբ կլինի։ Ընտանեկան ձկները պետք է ավելի շատ ժամանակ տրամադրեն համատեղ ստեղծագործությանը։ Աշունը կարևոր որոշումների ժամանակ է։ Դե ինչ սիրելիներ, այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, չեք մոռանում բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, ներկայացնում ենք ավելի հետաքրքիր տեսանյութեր։